Վարույթը հարուցված էր, վարչական վարույթի տևողության ժամկետը 3 ամիս պլյուս գումարած 1 ամիս, առավելագույն ժամկետը, եւ վարչական վարույթի եզրային ժամանակահատվածը, որ լրանում է, դա նոյեմբերի 18-ն է, այսինքն նոյեմբերի 18-ը մինչեւ հանձնաժողովը կամփոփի վարույթը եւ որոշում կկայացնի, բայց քանի որ վարույթը ընթացքի մեջ է, ես բազմիցս լրագրողներին առիթ եղել է այդ մասին տեղեկացրել եմ, վարույթը ընթացքի մեջ լինելու ժամանակահատվածում ես իրավասու չեմ եւ իրավունք չունեմ վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, ինֆորմացիա հրապարակելու, կխնդրեի այդ իմաստով եւս մի քանի օր Եթե պետքա հարցը մի րոպե, եթե պետքա հարցազրույց տամ, հարցազրույց կտամ, եթե պետքա բանավեճի մտնեք հետս, բանը, չէ, ձեր ընկերուհին հարցը տվեք, թողեք պատասխանեմ, հետո դուք կտաք, բա եթե կեսից բայեթեներով այտենց հարցազրույց չի լինում։ Ես իմ համար եմ պատասխան տալիս եւ արդեն ասացի, այո, Ռոմանոս Պետրոսյանը ժամանակավոր կառավարիչ է նշանակված եւ Ռոմանոս Պետրոսյանը ի տարբերություն ինձ, ի պաշտոն է, իրավունք ունի տարատեսակ կարծիքներ հայտնելու, մեկնաբանություններ տալու եւ այլը, բայց ես գործը քննող որպես հանձնաժողովի նախագահ վարույթի ընթացքում իրավունք չունեմ նման կարծիքներ հայտնելու, որպեսզի վաղը չդիտարկվի դա կանխակալ մոտեցում կամ, չգիտեմ, այլ ինչ որ Կարող է լիցենզիայի դադարեցման հարց առաջանալ կամ միջև այս այսինքն ենթադրում է, որ դուք գործի մեծ մասը արդեն արել եք, այսպիսի հեռանկարը հնարավոր է։ Ուրեմն ցանկացած վարույթ առնվազն ունի մի քանի ելք, հա, 3-4 ելք, հա, նկատողություն, տուժտուգանք, վարույթից զրկել կամ վարույթը կարճել։ Հիմա թե որը կլինի, բանը կներեք, հա, լիցենզիայից զրկել, հա։ Հիմա թե որ ինչով կավարտվի այս վարույթը, պարզ կլինի վարույթի ավարտից հետո։ Ոչ, չեմ կարող։ Եվ ընդհանրապես դուք կաշկանդված չեք արդյոք, որովհետև Նիկոլ Փաշինյանը հրապարակային ասում է, որ այս ելքերը պետք է լինեն։ Դա չի ասում, հատկապես որ դուք նախկին կուսակցական պաշտոն եք, այսինքն եղել եք թիմի անդամ։ Կրկնվող հարցեր եք տալիս, բայց ես ծիրահոժոր կպատասխանեմ, որովհետև նախկին ԿՊ-ական դա որևէ կապ չունի այսօրվա իմ կարգավիճակի հետ, որովհետև մենք այսօր հանձնաժողովում ունենք նաև գործող անդամ նախկին դաշնակցական եւ մենք այդ պաշտոններում նշանակվելուց հետո դա ձեր հարցի հետ ինչ կապ ունի։ Չէ, կաշկանդված, չէ, դուք ասում եք դուք նախկին ԿՊ-ական եք, կաշկանդված չեք, ես էլ ասում եմ նախկին դաշնակցական էլ ունենք, միգուցե նախկին այլ կուսակցական էլ լինի, եթե ուսումնասիրենք կուսակցական պատկանելությունը պաշտոնը ստանձնելուց հետո որևէ դեր չի կարող խաղալ, որովհետև կուսակցական պատկանելությունը սառեցվում է, կասեցվում է եւ մարդը անցնում է աշխատանքի։ Քաղաքական ապրեք, շատ լավ հարց եք տալի, քաղաքական հայացքներին դա չի վերաբերվում, մարդը ազատ է իր աշխարհայացքի, իր քաղաքական հայացքների մեջ, բայց կանոնակարգումը պաշտոնի անձնագիրը տալիս է այդպիսի շրջանակներ, որտեղ որ դու կարող ես գործել եւ որևէ այդպես ասած կաշկանդվածություն կամ ինչ որ ճնշումների չենթարկվել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անկախ մարմին է եւ պիտի ըստ էության անկախ գործի։ Բայց ձեզ մեղադրում են, որ դուք դարձել եք կառավարության կցորդ մարմին։ Դուք ղեկավարվում եք միանձնյա ձեր որոշումներով, ձեր քաղաքական հայացքներով, լսում եք մենակ Փաշինյանին, ուրիշ ոչ մեկի։ Դուք անկախությունից այդ հանձնաժողովի ոչինչ չեք թողել։ Մասնավորապես, որպես փաստ նշում են այն, որ երբ հեծի տնօրենները ներդրումային փաթեթ էին ձեզ ներկայացրել, ինչ որ անհասկանալի պատճառաբանությամբ ներդրումները մերժում եք, ասելով որ դա կհանգեցնի պլանային անջատումների եւ այլն եւ այլն։ Երբ որ տարածքային կառավարման նախարարությունը ձեզ հաղորդում է ներկայացնում, դուք ոչ թե խախտումներին ուղղված ինչ որ միջանկյալ որոշում եք կայացնում, այլ անմիջապես կառավարիչ փոխելու որոշում։ Այսինքն այն ինչը որ Փաշինյանը հրահանգում է։ Հիմա ո՞նց կբացատրեք այդ ձեր կցորդ լինելը։ Բացարձակ չեմ կիսում ձեր արտահայտած տեսակետները, այն խառն էր նաև ապատեղեկատվությամբ, ապատեղեկատվության մեկ օրինակ, արագ հարցեր հնչեցրեցիք իրար հետևից, կարող ինչ որ բան բաց թողեմ կվերհիշեցնեք, հեծի 25 թվականի ներդրումային ծրագրերը, երբ որ մենք հաստատում էինք, այդ ժամանակ դեռ վարույթ հարուցված չէր,
որքան ես եմ հիշում, այնպես որ դա դրա հետ կապելը կապ չունի, բայց հեծի ներդրումային ծրագրերը, որ մենք չենք հաստատել այն չափով, որ այս տարի հեծը բերել ներկայացրել էր, հեծի գործընկերները ներկայացրել էին, դա պայմանավորված է օբյեկտիվ տեխնիկական պատճառներով եւ այստեղ ուզում եմ պարզ լինի բոլորին, ոչ թե մենք հեծի տվյալ տարվա ներդրումային ծրագրերը չենք հաստատել, հեծի ներդրումը, այո, տարեկան նայված, վերանայված առաջարկները չենք ընդունել եւ դա ունի իր բաները, պատճառաբանություններ տեխնիկական։ Հետո չէ, անաս փող են ներդնում խնդիրները, որ լուծեն, այսպես ասած, ու չեք թողում, որովհետեւ հեռահար նպատակներ կար արդեն Փաշինյանի պլանները, այդպես չի, եթե այդպես չի, փաս ներկայացնում։ Չէ, դա այդպես չի։ Պարոն Մեսրոպյան, ի վերջո միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակ եք դիմել եւ ստացել եք այնտեղից արձագանք, որ պետք է կատարվի արբիտրաժի որոշումը, ինչու չհետևեցիք այդ գնահատականին, որ ստացել եք։ Դա այն հարցերի շարքին է պատկանում, որին այս պահին իրավասու չեմ պատասխանելու նշված պատճառով։ Բայց դուք դիմել եք, որ այդտեղից վարույթը կավարտվի եւ ես Մարիկ ջան, նոյեմբերի 18-ին Ռոմանոս Պետրոսյանը, որ ասում եք ինքը այլ կարծիք ունի եւ ինչպես գործընկերներից նկատեցին, մինչեւ այս վարույթի ավարտն էլ անընդհատ ինչ-որ գրառումներ է անելու, ցույց տալու, որ տպավորություն է, որ այսպես հեծում, չգիտեմ, ինչ հանցագործներ են եղել։ Այսինքն Ռոմանոս Պետրոսյանը քաղաքական նպատակներով է այսպես այդ գրառումները անում, իսկ դուք ասում եք, որ որպես հանձնաժողովի նախագահ չեք։ Ռոմանոս Պետրոսյանը իր բոլոր հայտարարությունները, իր գործունեությունը բացառապես այս ամիսների ընթացքում կառուցել է որպես ժամանակավոր կառավարչի իրեն տրված լիազորությունների շրջանակում։ Ժամանակավոր կառավարիչ մի ընդհատեք, էլի, եթե սեն շարունակեք, եթե այսպես եթե ոչ, ուրեմն խնդրում եմ կոռեկտության այդ սահմանը բերեք պահենք, մի ընդհատեք, երբ որ ես խոսում եմ, մի ընդհատեք, ոչ, կսպասեք ձեր հարցերին կպատասխանեմ, հա, ես եմ նշանակել, ինձ տրված օրենքի լիազորությունների շրջանակում եմ նշանակել, ինչի մասին է խոսքը, ինչ է, ոչ, ժամանակավոր կառավարիչը հանդիսանում է այդ հիմնարկի տվյալ ժամանակահատվածի համար գործադիր մարմնի ղեկավարը, գործադիր մարմնի ղեկավարը ինքը ոչ, սխալ եք մեկնաբանում, ինքը այդ պահին, խնդրում եմ լսեք, ինքը այդ պահին, մի րոպե ընդհատում եք, ինքը այդ պահին հանդիսանում է տվյալ հիմնարկի գործադիր տնօրենը, այնպես ինչպես ատոմակայանի տնօրենն է հանդիսանում, այնպես ինչպես բարձրավոր էլեկտրական ցանցերի տնօրենն է հանդիսանում տնօրեն եւ նրանցից յուրաքանչյուրը կարող է ազատորեն տվյալ հիմնարկի ընթացքի մոնիտորինգի կամ խնդիրների մասին խոսել, նաեւ կադրերի մասին։ Ռոմանոս Պետրոսյանի գրառումներից տպավորությունը, որ հեծը խնդիրների մեջ այսպես մխրճված է։ Այդ դեպքում ինչ էր անում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախ անցած տարիների ընթացքում, երբ որ իր գրառումներից ստացվում է այս տպավորությունը, որ այնքան խնդիրներ են կուտակվել, որ այս մարմինը չի աշխատել այս տարիներին։ Մարմինը հեռու եմ ես այդ մտքից, որ չի աշխատել։ Ինչ է բարձրաձայնում այն, ինչը Ռոմանոս Պետրոսյանը։ Պատասխանեմ, հա, հասկացել եմ հարցը։ Չէ, ջուրագրգիռ չեմ, որովհետև ոչ, սա քաղաքական հարց չի, թույլ տվեք ձեր ընկերուհուն պատասխանեմ եւ ջուրագրգիռ եմ, որովհետև պարբերաբար մանիպուլատիվ փորձում եք այնպիսի հարցեր տալ, որ չէ, ուղիղ հարցեր չեք տալիս, ոչ, դժվար չի։ Ձեր հարցը ուրեմն հիշեցնում կառույցը շատ լավ հատկապես որ եզրակացություններով կարծես այդպես խորը խնդիրներ չեն հայտնաբերվում։ Այդ հարցի պատասխանը շատ տրիվիալ է։ Կառույցը ստեղծվել է 99 թե 98 թվականից, Սաֆարյան, լավ չեմ հիշում, 97 թվականից եւ գործում է մինչեւ այսօր եւ կգործի դեռ երկար տարիներ։ Ես այդ կառույցում նախագահ աշխատում եմ մոտ 10-11 ամիս եւ պատրաստ եմ իմ աշխատած ամեն մի ժամվա, ամեն մի օրվա, ամեն մի ամսվա համար մանրամասն հաշվետվություն տալ, իսկ դրանից առաջ թե ինչ թերություններ է տեսել
Ռոմանուս Պետրոսյանը կամ մյուս գործընկերները կամ պետության մյուս ներկայացուցիչները, ես դրա պատասխան ես չեմ կարող նման արցիկ հայտնել, կան տվյալ ժամանակահատվածի համար պատասխանատու անձիկ, բարեբախտաբար իրականության մեջ ապրում են, գործում են, կարող եք նման հարցեր իրենց ուղղել։ Այդ խնդիրները, եթե ես նկատած չլինեի, նաև ես այս վարույթը այդ ամեն ինչի հետևանք է նաև։ Դրանից առաջ ես վարույթ հարուցել եմ Հեցի, Վիոլայի եւ մնացած կարգավորվող ընկերությունների նկատմամբ, մենք նրանց տուգանել ենք, պարբերաբար աշխատանքային Հա, ինչն է խնդիրը, իսկ ինչն է խնդիրը, որ այս անգամ, ասենք, որոշում կա, ենթատեքստը եւ քաղաքական հրահանգ։ Ես չեք անհանգստանում, որ հետագայում պատասխանատվություն Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ամենի հիմքում քաղաքական որոշումն է։ Դրա համար մեր բոլոր կասկածները ուղղված է, դրա մասին է։ Դուք չեք կարող Նիկոլ Փաշինյանին հակառակ որոշում կայացնել։ Այս է խնդիրը։ Դուք հիմա ինչ պատճառաբանություն եք բերել, քաղաքական որոշում է կայացվելու։ Դուք հիմա ինձնից հարցազրույց եք վերցնում, թե իմ հետ բանավիճում եք։ Չէ, դուք բանավիճում եք։ Որ ձեր կապած չի, կաշկանդված չեք։ Ես արդեն պատասխանեցի այդ հարցերին։ Մտահոգություն չունեք, որ հավանաբար իշխանափոխության դեպքում, այս դեպքում դուք նաև քրեական պատասխանատվության ենթարկվեք, որտեղ ըստ էության սեփականություն այսպես վերցնելու, միջամտելու ունենք արբիտրաժի որոշում եւ այլն։ Մտահոգություն չունեք այս։ Բացարձակ մտահոգված չեմ, բացարձակ։ Պարոն Մեսրոպի անկախ պատգամավորները իրար հետ չտալով կատարել միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ։ Չէ, բայց դուք հարցրել եք, այդ հարցը տվել եք իրան, որ վարույթի վերջում նոր որոշեք կատարեք թե չէ։ Նայեք, ձեր ընկերուհիները աշխատակիցներն կալել են հարցի պատասխանատու, բայց դուք շարունակում եք։ Ես ասեք, ինչ է, վարույթից հետո նոր անդրադառնալու եք իրենց գնահատականը։ Վարույթի ընթացքում ես իրավունք չունեմ նման հարցերի պատասխանելու։ Պարոն Մեսրոպյան, ՔՊ պատգամավորները իրար հերթ չտալու ստատուսներ էին գրում, որ Նարեկ Կարապետյանը $10,000 աշխատավարձ է ստացել, դրա համար այդքան թանկ դուք հոսանքի փող եք տվել։ Իրար հերթ չտալով այդ նույն թեզերը առաջ էին տանում։ Դուք մի հատ կասեք, դուք պատասխանատու իրավասու պաշտոնում եք, կասեք, այդ աշխատավարձը մտել է սակագնի մեջ, թե չի մտել։ Ձեր տված հարցը եւս այն հարցերի շարքից է, որոնց այս պահին ես իրավունք չունեմ պատասխանել։ Մտել է թե չէ, ասենք չկա դավարույթի։ Ինչ կապ ունի վարույթը։ Այլ հարցեր ունի։ Ես արդեն պատասխան չէ, ժողով բանավեճի մեջ եք մտնում, սխալ կարգ եք անում։ Հեցի մասնակցողները քաղաքական անդամներով է համալրվում։ Դա խնդիր չէ, տեսնենք, դա խնդիր չկա։ Բացարձակ։ Չեմ, ես չեմ հաստատում նախ այդ փաստը, ես չեմ հաստատում նախ այդ փաստը, որ ինչ որ տենց բացարձակ դուք հաստատում եք, լավ եք անում, բայց ես տվանց ինֆորմացիայի չեմ տիրապետում եւ Ասենք Սարիկ Մինասյանը էներգետիկ է դարձել։ Հա ինչա, եթե մարդը ունի համապատասխան կրթություն եւ մենեջմենտի որակների է տիրապետում, Սարիկ Մինասյանը իրավունք չունի հեծում աշխատել կամ պետական որևէ այլ կառույցում աշխատելու։ Պարոն առումով մի բան կներկայացնեք, վարույթից հետո ձեր կողմից նշանակված ժամանակավոր կառավարչի հարցը ինչ է լինի, այսինքն դա կարգավորվում է էներգետիկայի մասին այդ օրենքով, բայց դրա իրավասու պատասխան տվողը այս դեպքում պետության լիազոր մարմնի ներկայացուցիչը պետք է լինի, բայց մեկնաբանելով օրենքի այդ հատվածը, այո, ժամանակավոր կառավարիչը կշարունակի մնալ այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը հեծի հետ, եթե ամփոփվի այնպես, որ վարույթը ավարտվի լիցենզիայից զրկվելով, խնդրում եմ չմեկնաբանեք, որ ես այսօր հաստատեցի, այո, եթե ավարտվի զրկվելով, ապա ժամանակավոր կառավարչի ինստիտուտը պետք է մնա եւ շարունակի կառավարել այնքան ժամանակ, քանի դեռ հեծ Փակ բաժնետիրական ընկերության սեփականատերերի հետ բանակցությունները չեն ավարտվել։ Իսկ մյուս սցենարների դեպքում Եթե կարճվի, բնականաբար ժամանակավոր կառավարիչը կգնա իրենց տուն կամ իր աշխատանքին, այլ աշխատանքի եւ սեփականատերերը կշարունակեն տնտեսվարել իրենց նկատողության դեպքում Ինչ? Նույնն էլ այդ մյուս Այո։ Այսինքն միայն մի դեպքում կմնա, այո։ Իսկ նոյեմբերի 18-ին որ վարույթը արդեն ավարտվեց, մի րոպե, ինչքան ժամանակում է դա ուսումնասիրվելու, այսինքն եզրակացությունը երբ պատրաստ կլինի։
լավ չհասկացա հարցը իրականացվեց, հետո ինչքան ժամանակում է հստակեցվելու, ինչ որոշում է կայացվել։ Դա արդեն պետությունը պետք է բանակցի կողմերի հետ եւ ես այդտեղ կոնկրետ ժամանակային սահմանափակում կարծեմ չկա, ինչքան որ կտևի։ Եվ բան Մեսրոպյան, հանձնաժողովը արդյոք հեծի գլխավոր տնօրենի աշխատավարձը հաստատելուն մասնակցում է թե ոչ։ Հանձնաժողովը մասնակցում է հեծի աշխատավարձային ֆոնդի եւ աշխատակազմի թվականակի հաստատմանը։ Իսկ աշխատավարձի հետ կապված Ես արդեն պատասխանում եմ։ Ասեք, աշխատավարձի հետ ինչ է առնչվում։ Շատ լավ եք որ սակագնի մեջ մտնում եք։ Ինչ է։ Այդ աշխատավարձերը սակագնի մեջ չեն։ Ես այնքան բան գիտեմ, երեխեք, որ դուք էլ չեք պատկերացնում, բայց պետք է ասել այն, ինչ որ իրավասու ես ասել։ Հաջա ճիշտ է, որ Ռոմանոս Պետրոսյանը 5 միլիոն 200 դրամ աշխատավարձ է ստանում։ Լավ, շնորհակալ եմ։